Ողջույն հարգելի հետևորդներ, ինչպե՞ս եք։ Այսօր շատ հետաքրքիր թեմայի մասին եմ զրուցելու։ Զրուցել ենք մի թեմայի մասին, որի մասին շատերը նախընտրում են լռել, բայց որի մասին խոսելն արդեն դարձել է կենսական անհրաժեշտություն յուրաքանչյուրիս համար։ Մենք խոսել ենք մանիպուլյացիայի, հոգեբանական ճնշումների և էզոտերիկ դաշտում տիրող թաքնված պատերազմների մասին։ Սակայն մի անտեսանելի պատերազմ է, որտեղ ձեր ամենանուրբ զգացմունքները, ձեր վախերը, կասկածներն ու հոգեբանական թուլությունները օգտագործվում են ձեր դեմ առանց ձեր գիտակցված թույլատվության։ Այս երևույթը մեզ ուղեկցում է ամենուր, այն թաքնված է տան ընտանեկան հարաբերություններում, աշխատավայրում, ղեկավարների կամ գործընկերների կողմից և ցավոք ամենահաճախ սիրային կապերում, որտեղ մենք բացում ենք մեր հոգին, դռներն ավելի խոցելի։ Մի փոքր ընթերցում կլինի, հարգելի հետևորդներ, սակայն ամենավտանգավոր, ամենալայն ու քայքայիչ մանիպուլյացիան տեղի ունենում այն ժամանակ, երբ այն մտնում է հոգևոր, էզոտերիկ և մանկական տիրույթ։ Այսօր համացանցում, սոցիալական ցանցերում ողողված են ճակերտավոր մասնագետներով, ովքեր չունենալով տարրական խորքային գիտելիքներ, էներգետիկ օրենքների ընկալում կամ պրոֆեսիոնալ էթիկա, օժտված են մարդկանց կյանքի ամենադժվար ճգնաժամային ու անօգնական պահերից։ Նրանք որսում են հուսահատ հայացքներ և մարդուն գցում հոգեբանական ու ֆինանսական ծանր թակարդների մեջ։ Որպես մարդ և տառոլոգ, ով ամեն օր անդադար աշխատում է մարդկային հոգեկան աշխարհի էներգետիկ դաշտերի և ճակատագրերի հետ, ես այլևս իրավունք չունեմ լռելու։ Այսօր ես ձեզ կփոխանցեմ թե խոր հոգեբանական, թե էզոտերիկ այն գաղտնի բանալիները, որոնք կօգնեն ձեզ ակնթարթորեն ճանաչել ցանկացած տեսակի մանիպուլյացիա, պատռել նրանց դեմքերը և ձեր կյանքի ու հոգևոր դռները անմիշտ փակել նրանց առաջ։ Որպեսզի կարողանանք արդյունավետ պաշտպանել, նախ և առաջ պետք է մանրամասն հասկանանք, թե ինչպես է աշխատում մանիպուլյացիայի հոգեբանական մակարդակում։ Մանիպուլյատորը երբեք չի խոսում, բայց ազնիվ ու տրամաբանական փաստարկներով։ Նա գիտի, որ տրամաբանության դաշտում ինքը կպարտվի, դրա համար նա միշտ թիրախավորում է ձեր էմոցիաները, ոլորտը և փնտրում է այսպես կոչված կեռիկները ձեր հոգու ներսում։ Ամենատարածված, ամենահզոր ու հաճախ հանդիպող կեռիկը մեղքի զգացումն է։ Սա այն էներգետիկ թույլն է, որը ներարկվում է ձեր մեջ շատ նուրբ ձևով։ Դուք հաստատ լսել եք այսպիսի արտահայտություններ. եթե դու ինձ իրոք սիրեի, այսպես չէիր վարվի ինձ հետ։ Կամ ես ամբողջ կյանքս, առողջությունս ու ռեսուրսներս զոհաբերեցի քեզ համար, իսկ դու ինձ հիմա լքում ես։ Սրանք պարզապես զգացմունքային խոսքեր չեն, սա նպատակաուղղված հոգեբանական ծրագրավորում է, հոգեբանական ճնշում նաև ձեր ներսում արհեստականորեն արթնանում է վատ է լինելու, ապերախտ երևալու, սարսափելու վախը, որպեսզի դուք ինքներդ ձեզ գներեք և դիմացինին ապացուցեք, որ դուք բարի եք, արժանի եք, սիրո և լավն եք, սկսում եք քայլ առ քայլ զիջել ձեր դիրքերը, կատարում եք նրանց ցանկությունները, բացարձակապես անտեսելով ձեր սեփական կարիքները, ձեր հանգիստն ու ձեր երջանկությունը։ Այսինքն, սիրելի հետևորդներ, դուք ձեր եսը չեք գնահատում, ձեր եսը չեք սիրում։ Ես խոսել եմ իմ նախորդ թողարկման մեջ, գտիր քո եսը, կարող եք հետ գալ և դիտել։ Հաջորդ վտանգավոր կեռիկը խղճահարությունն է։ Մեր կողքին կան բազմաթիվ մարդիկ, ովքեր վերածնվել են պրոֆեսիոնալ զոհերի։ Նրանց կյանքում միշտ ամեն ինչ վատ է, եղանակը վատն է, պետությունը վատն է և մարդիկ իրենց նեղացնում են, և բախտը չի բերում, առողջությունը դավաճանում է և այլն։ Նրանք երբեք պատասխանատվություն չեն վերցնում իրենց կյանքի համար, փոխարենը փնտրում են մեկին, ով իրենց աչքերով կդառնա փրկիչ։ Եվ երբ դուք ձեր բարիությունից դրդված վազում եք նրանց օգնելու, ներդնում եք ձեր ամբողջ էներգիան, ժամանակը, երբեմն նաև ֆինանսները, նկատում եք մի տարօրինակ օրինաչափություն։ Նրանց կյանքը երբեք չի լավանում։ Ինչու՞։ Որտեղ նրանց նպատակը ոչ թե իրենց խնդիրները լուծելն է, այլ ձեր կենսական էներգիան անդադար սնվելը։ Նրանք էներգետիկ վամպիրներ են, ովքեր խղճահարության քողետակ դադարում են ձեր ռեսուրսները։ Սակայն հոգեբանական ամենադաժան, ամենասարսափելի տերորը, որը կարող է ամբողջությամբ կործանել մարդու անհատականությունը, կոչվում է գազլայթինգ։ Սա մանիպուլյացիայի այն ձևն է, երբ զոհին համակարգված կերպով ստիպում են կասկածել սեփական ինտուիցիայի, սեփական հիշողության, տեսածի, լսածի և նույնիսկ սեփական հոգեկան առողջություն ու ադեկվատության վրա։ Երբ դուք փորձում եք խոսել ձեզ հասցված վիրավորանքների կամ ցավի մասին, գազլայթը սառնասրտորեն պատասխանում է. նման բան երբեք չի եղել, դու ուղղակի հորինում ես, կամ դու քեզ ներշնչում ես հիմարություններով, կամ դու չափից շատ հիվանդագին ու զգայուն ես արձագանքում ամեն ինչին, քեզ պետք է բուժվել։ Այսպիսի հոգեբանական ճնշման տակ ամիսներ կամ տարիներ ապրելով մարդը կորցնում է իր ներքին հենարանը, այսինքն դուք կորցնում եք ձեր ներքին եսը։
Հարգելի հետևորդներ, հենց այս կետին էլ ձգտում եք հասնել մոնոպուլյատորը, երբ դուք դադարում եք վստահել ինքներդ ձեզ, նա դառնում է ձեր իրականությունը, ձեր մտքերը եւ ձեր կյանքի միակ ու անսահմանափակ տերը։ Այս նույն քայքայիչ մեխանիզմով ճակերտավոր մասնագետները մեծ հաջողությամբ տեղափոխում են տարոյի, էզոտերիկ եւ մոգության նուրբ աշխարհ։ Եկ հստակ սահմանենք տարբերությունները, ինչ անում պրոֆեսիոնալ գրագետ հոգեվոր բարձր արժեքներ ունեցող տարոլոգը ու մոկ պրակտիկան։ Նա ընդամենը բացում է ձեր էներգետիկ տեղեկատվության դաշտը, ցույց է տալիս իրավիճակը, իրական պատճառները, հստակեցնում է ապագայի հնարավոր զարգացումը մի քանի ճանապարհով եւ ձեզ վերադարձնում է ընտրության ու որոշում կայացնելու բացարձակ ազատությամբ։ Ինչ է անում կեղծ մասնագետը, այսինքն խաբեբաները։ Նա հիանալի գիտի, որ էզոտերիկայում դիմում են այն ժամանակ, երբ կյանքում ամեն ինչ փլսվում է, եւ մարդը կանգնում է խաշմերուկներում եւ պատրաստ է կառչել ցանկացած փրկողակից, նա օգտագործում է խոցելիություն, անմիջապես սկսում է վախ ներշնչել, կոպիտ կերպով ծրագրավորել ձեր գիտակցությունը, ձեր ծրագրավորել։ Հարգելի հետևորդներ, եթե դուք երբևէ որևէ մասնագետի մոտ լսել եք այսպիսի արտահայտություններ, եթե դու հիմա այս ծիսակարգը չանես, քո կյանքը վերջականապես կկործանվի։ Կամ ես քո վրա տեսնում եմ սարսափելի մահացու անեզուտող տուփի, տոմական գրեր եւ այլն։ Դուք մեռնես մենակության մեջ, կամ դուք մեռնես մենակության մեջ, միայն ես կարող եմ այդ ամբողջը հանել քո վրայից։ Կամ այս տղամարդը քո կյանքի միակ ճակատագրական շանսն է, եթե հիմա նրան բաց թողնես, կմնա դատարկության մեջ։ Իմացեք, սա ոչ տարո է, ոչ մոգություն, ոչ էլ հոգևոր պրակտիկա։ Սա ամենացածրակ, կոպիտ եւ վտանգավոր էներգետիկ տերորն է։ Կեղծ մասնագետը ձեր ներշնչում է ակնացնում մավան, մենակության, աղքատության կամ կորստի նախնադարյան վախերը։ Վախեցած սարսափար եղած մարդը կորցնում է իր քննադատական մտածողությունը, զրկում է բանականությունից, պատրաստ է լինել վաճառել իր վերջին ունեցվածքը, վերցրել հսկայական վարկ կամ վճարել ցանկացած գումար, միայն թե ազատվի այս ներշնչված մաղճավանձից։ Հիշեք, մեկն միշտ, իսկական մասնագետը երբեք ոչ մի պարագայում չի խլում ձեր ազատ կամքը եւ չի դնում փակուղու առաջ։ Կեղծ էզոտերիկները, տարոլոգները եւ մոգերը երկրորդ հիմնական նպատակն է ձեր մեջ հիվանդագին կախվածություն ստեղծելը։ Գրագետ բարձրակարգ պրակտիկի գլխավոր խնդիրը այն է, որ դուք կոնսուլտացիայից կամ սեանսից հետո դուրս գաք լիարժեք ու ուժեղացած ձեր ներքին կորիզը գտաք։ Ունենաք հստակ քայլեր, պլան եւ վստահ ինքնուրույն քայլեր ձեր ճանապարհով։ Ճակերտավոր մասնագետները ընդհակառակը ամեն ինչ անում են, որ դուք առանց իրենց թույլատրության չկարողանաք նույնիսկ մեկ քայլ անել կյանքում։ Նրանք ստիպում են ձեզ դիմել իրենց ամեն մի ծիծաղելի մանրուքի համար։ Նրանք ասում են, արի այսօր քարտերը բացենք, տեսնենք նա քեզ հաղորդագրություն գրի, այսօր թե ոչ։ Կամ արի նայենք այսօր սուրճ խմես նրա հետ, թե ավելի լավ է սպասես։ Եկ այսօր տեսնենք ով նրան ինչ-որ գործողություն արել են, թե ոչ, եւ այդպես շարունակ։ Արդյունքում դուք ամբողջությամբ դադարում եք լսել ձեր սեփական ինտուիցիային, դուք կորցնում եք ձեր աստվածային ներքին եսը եւ վերածվում եք այդ տվյալ տարոլոգի կամ մոգ էներգետիկ ու ֆինանսական հավերժական ստրուկի կարգավիճակում։ Որպես մենք այս ամենը հասկանանք ավելի խորը, տեզերական ու էներգետիկ մակարդակում եկ դիմենք տարոյի հնագույն փիլիսոփայությանը, հնագույն արվեստին, այսինքն կեղծ պրակտիկաները, մանիպուլյացիաներն ու հոգեբանական թակարդները ողջ մեխանիզմը կատարելապես թաքնված է նկարագրված տարոյի երկու ամենահզոր մեծ արկաների մեջ, դրանք են մագը, կախարդը եւ սատանը, 15-րդ մեծ արկանը։ Սատանան է մեր առաջին արկանը, հենց կախարդն է։ Առաջին արկանը իսկական կախարդը տիրապետում է բոլոր 4 տեզերական տարրերին՝ գավաթներին, սրերին, մետաղադրամներին եւ գավազաններին։ Նա խորհրդանշում է բարձրագույն գիտակցություն, կամքի ուժ եւ ստեղծարար էներգիա։ Սակայն տոքսիկ կեղծ մասնագետի ձեռքում կախարդի էներգիան այլասեռվում է եւ վերածվում է պատրանքների, խաբկանքի ու գերագույն գազլայթի գործիքի։ Այսպիսով, ճակերտավոր մասնագետները սովորաբար օժտված են լինում իդեալական դերասանական տվյալներով, սառնասրտությամբ եւ հզոր ձգողական խարիզմայով։ Նրանք վարպետորեն օգտագործում են հոգեբանական այնպիսի հնարքներ, ինչպիսին է սառը ընթերցում։ Նրանք ուշադիր զննում են ձեր ժշտերը, ձեր հագուստը, ձեր հայացքի տագնապը, նախապես ուսումնասիրում են ձեր սոցիալական ցանցերը, էջերը եւ այդ տեղեկությունը ձեզ մատուցելով որպես աստվածային հայտնություն ստեղծում են իրենց ամենակարողություն եւ ամենագիտության պատմեն։ Եվ ամենանենգը այն է, որ եթե նրանք կանխատեսումները կամ խոստումները ձախողում են, նրանք դիմում են մագի ամենամոտ կողմին, մեղքի զգացողությունը ամբողջը բախվում են ձեզ վրա։ Նրանք ասում են, կեղծ մասնագետները կարող են արդարանալու պատևանքով, այսպես ասեն, դուք ինձ ճիշտ չլսեցիք եւ խախտեցիք իմ հրահանգները, այսինքն դուք իր այդ կես մասնագետի ասածները չեք կատարել։ Ձեր ներքին հավատը թույլ չտվեց դրա համար տեսեք փակեց ձեր ճանապարհը։ Մի խոսքով այդ ամեն մեղքը փորձում եք գցել իր հետևորդի, իր հաջողորդի վրա։ Նրանք միշտ ջրից այդ կես մասնագետները միշտ ջրից շոր են դուրս գալիս ձեզ թողնելով կրկնակի մեղավորության ու հուսահատության մեջ։
Երկրորդ մեծարկանը, այսինքն 15-րդ մեծարկանը, որն ուղղակիորեն կառավարում այս տոքսիկ դաշտը, սատանայի արքանն է։ Սա էներգետիկ կեռիկների, թաքնված թելերի, կախվածության եւ կամավոր ստրկության գերագույն մարմնավորումն է։ Եթե ուշադիր նայենք Տարոյի ավանդական քարտին, կտեսնենք սատանայի պատվանդամի մոտ, եկեք մոտիկացնեմ, սատանայի պատվանդամի մոտ կա կանգնած տղամարդ ու կին։ Տղամարդը սա է, կինը սա է։ Նրանց վեզերին կսված են շղթաներ, բայց եթե ավելի լավ զննեք, կնկատենք, որ այն շղթաները չափից դուրս լայն ու թույլ, եւ մարդը կարող է պարզապես ձեռքի մեկ շարժումով հանել դրանք եւ իրենց վզից ու հեռանալ։ Սակայն նրանք դա չեն անում, նրանք կամավոր մնում են այնտեղ։ Կեղծ էզոթերիկը գործում է հենց սատանայի այս սկզբունքով։ Նա վախի միջոցով ձեր վզին է գցում անտեսանելի էներգետիկ շղթան։ Քո վրա կա ատոմական անայսք, աշխարհում ոչ մի ուրիշ մասնագետ, բացի ինձանից չի կարող քեզ փրկել։ Այս է սա հենց սատանայի շղթայի մասին է խոսքը գնում։ Այնուհետև ակտիվացնում են նյութական ու ֆինանսական կախվածությունը, ինչի համար նույնպես պատասխանատու է սատանայի արքանը։ Ձեզանից սկսում է քայլ առ քայլ անդադար կորզել, ավելի մեծ գումարներ ձեզ ասում է, անեծքի կամ նեգատիվի առաջին թեթևշերտը մենք հաջողությամբ հանեցինք, բայց հիմա բացվել ավելի խոր, տոմական մութ շերտը եւ դրա համար անհրաժեշտ է կատարել նոր, շատ ավելի բարդ ու թանկարժեք ծեսակարգ։ Սատանան նաև խաղում է մարդկանց ամենացածր բնազների, կրքերի եւ էգոյի վրա, երբ հաջողորդը դիմում է տարոլոգին, ցավոտ ընդունավոր ավարտված հարաբերությունների հարցում, իսկական մասնագետը կօգնի հասկանալ այդ հարաբերությունները, հոգեվոր դասը, կատարել կարմիկ վերլուծություն եւ բաց թողնել անցյալը հանուն լուսավոր ապագայի։ Իսկ սատանան մասնագետ է կառաջարկի էներգետիկ բռնի կապում է որոտներ կամ դիմացինի կամ կոտրող ծիսակարգեր։ Նրանք խաղում են ձեր սեփական մոլուսկի վրա, այսինքն սիրային մագիա։ Նրանք խաղում են ձեր սեփական մոլուսկի վրա, ինչը իրականում ոչ թե բերում է սեր, այլ վերջնականապես շղթայում ու կործանում է թե ձեր զոհի հոգին։ Իսկ հիմա մենք մոտենում ենք ամենակարևոր, ամենարժեքավոր մասին, ինչպես պաշտպանվել, ինչպես թույլ չտալ, որ որևէ մեկը ներխուժի ձեր սեփական էներգետիկ տարածք եւ ինչպես չգնել այդ հոգեբանական եւ էզոթերիկ թակարդները։ Ահա 4 կետեր ձեզ կառաջարկեմ, անփոփոխ կետեր կառաջարկեմ, որոնք դուք պետք է տպավորեք ձեր գիտակցության մեջ անմիշտ։ Առաջին կետը վերցրեք դադար, կիրառեք էմոցիոնալ տայմ մոդ։ Ցանկացած տեսակի մոնոպուլյատորի եւ կեղծ մասնագետի գլխավոր զենքը արագությունն ու շտապողականությունը, պատրանք ստեղծելն է։ Նրանք ձեզ անդադար ճնշում են, ստիպում են որոշում կայացնել, այստեղ եւ հիմա թույլ չեն տալիս, որ դուք մնաք միայնակ ձեր մտքերի հետ։ Նրանք ասում են, եթե հիմա չանես, վաղուց կանի, եւ զգում եք, որ ձեր ներսում էմոցիաները եռում են, տագնապ է բարձրանում, իսկ դիմացինը ձեզնից հստակ քայլեր է պահանջում, կտրուկ հանգարեք։ Ասեք հետեւյալ պարզ, բայց հզոր արտահայտությունները։ Ինձ ժամանակ է պետք այս ամենի շուրջ մտածելու համար։ Ես կստակեցնեմ իմ որոշումը, քեզ կպատասխանեմ վաղը։ Սրանով դուք անմիջապես պատրում եք, կոտրում եք մոնոպուլյատորի պատրաստած ողջ սցենարը։ Երբ դուք ժամանակ եք շահում, էմոցիոնալ ծուխը ցրվում է, տագնապը հանդարտվում է եւ ձեր քննադատական բանականությունը կրկին միանում է, թույլ տալով իրավիճակի նայել սառ, օբյեկտիվ հայացքով։ Երկրորդ կետը։ Տվեք ուղիղ, բացահայտող եւ հստակեցնող հարցեր։ Մոնոպուլյացիան իր էությամբ կատարել վախենում է բացահայտումից եւ լույսից։ Այն գործում է միայն խավարի, ակնարկերի եւ թաքմած խաղերի մեջ։ Երբ զգում եք, որ ինչ-որ մեկը ձեր մեջ արհեստականորեն արթնացնում է մեղքի զգացումը կամ փորձում է ձեզ վախեցնել, մի արտարեցրեք, մի պաշտպանվեք, այլ անցեք հակահարվածին։ Ուղիղ նայեք այդ մարդու աչքերին եւ հանգիստ վստահ ձայնով ասեք. Ճիշտ եմ հասկանում, որ դու հիմա հատուկ փորձում ես ինձ մեղավոր զգալ տալ, որպեսզի ես հրաժարվեմ իմ պլաններից եւ անեմ այն, ինչ պետք է քեզ։ Կամ էզոթերիկի մոտ հարցրեք, կոնկրետ ինչ փաստերի վրա հիմնված է ձեր այս սարսափելի կանխատեսումը եւ ինչու եք դուք ինձ զրկում անդերության իրավունքից։ Այսպես ուղիղ մեկացնող հարցադրումից հետո ցանկացած մոնոպոլիատոր կամ կեղծ մասնագետ ենթարկվում է ուժեղ հոգեբանական շոկի։ Նրանց դիմակը պատրվում է, նրանք սկսում են կակազել, նահանջել եւ կորցնում են իրենց ազդեցությունը, ուժը ձեր նկատմամբ։ Երրորդ կետը՝ միշտ առանձնահատուկ ուշադրություն դարձրեք ձեր ներքին զգացողություններին եւ մարմնի ազդանշաններին։ Մեր բնազդը, մեր ինտուիցիան, մեր մարմինը երբեք չեն սխալվում, նրանք շատ են զգում վտանգը, քան մեր ուղեղը կհասնի վերլուծել այդ ամենը։ Եթե որևէ մասնագետի հետ, սեանսից կամ որևէ մարդու հետ շփումից հետո դուք ձեզ զգում եք լիովին թեվաթափ, էներգետիկ դատարկված, վախեցած, անօգնական, կոտրված եւ ներքուշ
ճնշված, ապա իմացեք 100%-ով ճշգրտությամբ դուք եղել եք ոչ թե հոգևոր սեանսի կամ ազնիվ զրույցի, այլ դաժան մանիպուլյացիա եւ էներգետիկ կողապարի զոհ։ Սակայն պրոֆեսիոնալ եւ մաքուր մասնագետի հետ աշխատանքից հետո, նույնիսկ եթե քարտերը կամ վերլուծությունը ցույց են տվել չափազանց ծանր, դառը եւ բարդ ճշմարտություն, դուք ներսկուս զգում եք թեթևություն, հստակություն, ներքին ուժի աճ եւ ունենում եք հստակ գիտակցություն, թե ինչպես պետք է գործեք իրավիճակը դեպի լավը փոխելու համար։ 4-րդ կետն է՝ սովորեք ասել ոչ։ Հարգելի հետևորդներ, հաստատում, կտրուկ եւ առանց որևէ արտարացման։ Սա թեւս ամենադժվար, բայց ամենակարևոր քայլն է։ Շատերս վախենում ենք մերժել, որտեղ չեն ուզում կորցնել լավ մարդու համբավը, վախենում են կոնֆլիկտներից կամ դիմացինի նեղացնելուց։ Բայց դուք պարտավոր չեք լինել հարմարավետ, հնազանդ ու հաճելի բոլորի համար։ Ի վնաս ձեզ սեփական հոգեկան առողջության, ձեր ժամանակի եւ ձեր կենսական էներգիայի ռեսուրսներում։ Ձեզ հստակ ոչ, ձեր անձնական սպասան սահմանները ամենամուր պաշտպանությունը։ Եթե դուք չեք ցանկանում մի բան ասել, կամ զգում եք, որ ձեզ դրդում է մի բանը, որը ձեզ հոգում բարի չէ, ասեք ոչ եւ վերջ։ Դուք պարտավոր չեք կցել, երկար պատմություն, արդարանալ կամ բացատրել, թե ինչու ձեր պատասխանը բացասական։ Դուք ձեր կյանքի տերն եք, ձեր ընտրությունը քննարկման ենթակա չէ։ Հարգելիներս, հիշեք, այս հիմնական տեզերական օրենքը ձեր կենսական էներգիան է, ձեր աստվածային ազատ կամքն է, ձեր ճակատագրի պատկանում է բացառապես միայն ձեզ։ Ոչ մի մարդ, ոչ մի ճակերտավոր մասնագետ, ոչ մի տոքսիկ մոնոպուլյատոր իրավունք չունի խախտել ձեր զգացմունքների հետ կամ ձեր փոխարեն որոշել ձեր ապագան։ Տարոն, մոգությունը եւ բոլոր հոգեվոր գիտությունները ստեղծված են ձեր ճանապարհին լույս փռելու, ձեր անսահմանափակ ներքին ուժը փոխանցելու եւ իսկական ներողություն ձեր ուժը փոխանցելու եւ իսկական մաքուր կախարդի պես ձեր իրականությունը սեփական ձեր քրով ու գիտակցությամբ կառուցելու համար, այլ ոչ թե ձեր սատանայի մութ ու ծանր շղթաների մեջ գցելու համար։ Եղեք ծայրահեղ գիտակից, վստահեք ձեր ներքին ձայնին, պահպանեք ձեր անձնական սահմանները եւ ձեր կյանքի ղեկը երբեք մի հանձնեք նրան, ովքեր պարզապես ցանկանում են ձեզ տեսնել տիկնիկի դերում։ Եթե այս անկես ընդարձակ ու խորը զրույցը օգնեց ձեզ հասկանալ ձեր կյանքի բարդ իրավիճակները, բացահայտել ձեր շրջապատող թաքնված տաղանդները, ապա այնպաման խնդրի բաժանորդագրվեք, իմ ալիքին դնեք լայք եւ մեկնաբանություններում անկեղծորեն գրեք, արդյոք ձեր կյանքում երբևէ բախվել եք նման ճակերտավոր մասնագետների, էներգետիկ ճնշումների կամ դաժան գազլայթների։ Ձեր պատմությունը կարող է ուժ տալ մեկ ուրիշին, ով հենց այս վայրկյանում փնտրում է դուրս գալ ել։ Կիսվեք այս տեսանյութով ձեր հարազատների, ընկերների եւ մտերիմների հետ, որպեսզի նրանք նույնպես լինեն տեղեկացված ու պաշտպանված ցանկացած տոքսիկ ազդակներից։ Շնորհակալություն, որ ամբողջ ընթացքում ինձ հետ եք եւ լսում եք ինձ սրտով։ Թող ձեր ճանապարհը լինի միայն բարձրագույն լույս, տեզերական անսպար ուժ, էներգետիկ ամբիություն եւ բացարձակ գիտակցություն։ Այսքանով ավարտեցինք, սիրելի եւ հարգելի իմ հետևորդներ, այս շատ կարեւոր եթերը։ Գնահատեք ձեզ, գնահատեք ձեր եսը։ Ես խոսել եմ այդ թեմայի մասին, կարող եք նայել իմ նախորդ վիդեոյում։ Թույլ մի տվեք, որ ձեզ մանիպուլյացիայի ենթարկեն այլ անձիկ եւ թույլ մի տվեք այլ անձիկ ձեզ տրամադրեն այլ անձանց դեմ։ Գնահատեք ձեր եսը, գնահատեք ձեր էներգիան, հարգանքներով Կարոտ Խաչատուր։ Լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։